Այո, երեխաները շուրջ 20 ժամ երևի չկային եւ մոլորվել էին եւ նրանց տեղը որևէ մեկին հայտնի չէր, վարկած կար, որ նրանք հատել են սահմանը եւ հայտնվել Ադրբեջանի վարչական տարածքում, այդ վարկածի մասին ազգային անվտանգության ծառայությունը հրապարակում է արել եւ ընդհանրապես վարկածները մշակելուց մշակում է ամենահավանական եւ այսպես ասած վատ վարկածները եւ այդ ուղղությամբ են մեր հատուկ ծառայությունները եւ պետական կառավարման համապատասխան մարմինները աշխատել այն վարկածով, որ սահմանը հատել են, բայց երեխաները 20 ժամ հետո հայտնաբերվելուց հետո մանրամասն հարցաքննվել են եւ պարզվել է, որ նրանք մոլորվել են, մառախուղի պատճառով մոլորվել են տեղանքում եւ հնարավոր է եւ կարողացել են վերադառնալ նաեւ մոտ 20 ժամ անց, սա նորմալ է, որովհետեւ մինչեւ երեխաներին չգտնեինք, մինչեւ երեխաները չհարցաքննվեին, բոլոր մանրամասնությունները չէինք կարող տիրապետել։ Այդ ամենից հետո ազգային անվտանգության ծառայությունը բազմակողմանի այդ հանգամանքներն ուսումնասիրելուց հետո արդեն հստակ հայտարարություն է տարածել, որ այո, երեխաները մոլորվել են, բայց Ադրբեջանի տարածքում ոնց որ թե չեն հայտնվել։